Երբ 2026 թվականին Երևան այցելեք եւ 2027-ին Բաքու, պիտի տեսնեք երկու պետություն, որոնք կաշխատին խաղաղության եւ գաբակցվածության ամրապնդման ուղղությամբ Կոպենհագենի մեջ Եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովի փակման նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը 2026 թվականի 4 մայիսին կպատրաստվի հյուրընկալել հաջորդ 8-րդ կակատնաժողովը Երևանի մեջ։ Փաշինյան շեշտելով, որ հարավային Կովկասի տարածաշրջանին համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապ ռազմավարական նշանակություն ունի, հիշեցուց, որ 2022 թվականին Փրագի մեջ տեղի ունեցած այս կակատնաժողովի շրջանակներում մեջ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, հիմնվելով 1991 թվականի Ալմատայի հռչակագիրին վրա։ Վարչապետին խոսքով Եվրոպական քաղաքական համայնքի Երևանի կակատնաժողովի հիմնական թեմաները մեկը պիտի լա գաբակցվածությունը։ Կոպենհագենի մեջ կակատնաժողովի շրջանակներեն ներս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հանդիպման ընթացքին քննարկված են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրագարկը, մեր երկրի մեջ ժողովրդավարական բարեփոխումներու ընթացքը եւ տնտեսական համագործակցության զարգացման հերանեկարները։ Կողմերը անդրադարձած են նաեւ տարածաշրջանային զարգացումներուն, Վաշինգտոնի խաղաղության կակատնաժողովի արդյունքներուն եւ TRIP նախագծի իրակորձման։ Այս պարունակի մեջ ընդգծված է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը որպես տարածաշրջանային համագործակցության եւ գայուն զարգացման կարևոր հենասյուն։ Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատած են Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներու օրագարկին։ Վարչապետ Փաշինյան շնորհակալություն հայտնած է աջակցության համար եւ կարևոր նկատած Եվրամիության հետ գործընկերության խորացումը։ Հայաստանի բարձր արհեստագիտական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրաբեդյան ընդունեց Մետա ընկերության ներկայացուցիչները թվային քաղաքականության ոլորտեն ներսամագործակցության խորացման ուղիները քննարկելու նպատակով։ Օրագարկի մեջ եղած են արհեստական բանականության, արհեստագիտության մեջ ներուժը, հասարակության եւ տնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ երեխաներու առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկման ծրագիրներու կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն գնկալ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրի շուտապույտ ստորագրություն, այս մասին Մակրոն հայտարարած է լրագրողներուն հետ ճեպազրույցին։ Առավոտյան հանդիպած են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ օրվան ընթացքին նախագահ Իլհամ Ալիևին հետ։ Մենք հույս ունենք, որ նախաստորագրման պիտի հաջորդի խաղաղ համաձայնագրի լիարժեք ստորագրություն, տարածաշրջանի երկիրներու միջև հարաբերություններու լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերով, ըսած է Մակրոն։ Մոլդավիոն նախագահ Մայա Սանդուն շնորհավորած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության ղեկավարման ճանապարհին սպիտակ դանաճակցությամբ իրականացվող կարևոր քայլերու գաբակցությամբ։ Այս մասին Սանդու գրած է ընկերային ցանցի իր էջին Կոպենհագենի մեջ Իլհամ Ալիևի հետ հանդիպումեն հետո։ Հայ-հունական հարաբերություններու մասին քննարկած են Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան եւ Հունաստանի տեսփան Եկատերինի Նասիկային։ Անոնք անդրադարձած են երկկողմ համագործակցության հետագա խորացման կարելիություններուն։ Տեսփան Մկրտչյան անդրադարձած է 8 օգոստոսին Վաշինգտոնի մեջ ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետին, Ադրբեջանի Հանրապետության նախագահին եւ Ամերիկայի Միացյալ նախագահին համատեղ հռչակագիրին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրին, շեշտելով նշյալ փաստաթուղթերու կարևորությունը տարածաշրջանային խաղաղության եւ գայունության հաստատման համար։ Գերմանիա Մյունիխի օտագայանը այս գիշեր հայտարարած է, որ 5 շաբթի երեկոյան ժամանակավոր աբես փակված է, քանի որ նկատած են քանի անօթաչուներ, չեղարկված է 17 թռիչք։ Գերմանական ոստիկանությունը օտագայանի շրջակայքին կփնտրե այն վայրը, ուր արձակած են անօթաչուները։ Մյունիխի օտագայանը գրգին բացված է դեղական ժամանակով առավոտյան 5-ին։ Միացյալ Նահանգները պիտի շարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկիրներուն Ուկրաինայում մատակարարելու նպատակով կդեղեկացնե ՏԱՍ, այս մասին հայտարարած է Սպիտակ տան մամլոք արտուղար Քերոլայն Լևիթ Fox News-ի հեռուստաալիքի եթերով։ Ես գիտեմ, որ նախագահը շատ հստակ հասկացուցած է, որ մենք կպատրաստվենք շարունակել զենք վաճառել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա այդ զենքը մատակարարել Ուկրաինայում, ըսած է Լևիթ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին անհետեցություն անվանեց ՆԱՏՕ-ի վրա հարձակելու Ռուսաստանի ծրագիրներու մասին խոսակցությունները։ Պուտին այս մասին հայտարարած է Վալդայի միջազգային ակումբի նիստի ժամանակ իր ելույթին մեջ։ Ռուսաստանը կպատրաստվի հարձակել ՆԱՏՕ-ի վրա, անհնար է հավատալ այս անհետեցությունը հայտարարած է Պուտին։ Ան ասաց է, որ եվրոպացի քաղաքական գործիչները կփորձեն գարգադել Եվրոպայի շենքի ջանքերը Ռուսաստանին, որ Ռուսաստանը որպես թշնամի կերպար ձևավորելու միջոցով։ Վարսոն մտադիր չէ խզելու դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, այդ մասին հայտարարած է Լեհաստանի արտաքին գործոստնախարար Ռադոսլավ Սիկորսկին Ֆակտ թերթի հետ հարցազրույցին մեջ։ Լեհաստանի արտաքին գործոստնախարարը միաժամանակ նշած է, որ Վարսոն անհրաժեշտության բարակային պատրաստ է փակել գործող վերջին հյուպատոսարանը։ Մանչեստրի սինագոգի մեջ տեղի ունեցած հարձակումի հետևանքով գա 2 զոհ եւ 4 վիրավոր։ Ոստիկանությունը գրակված է հարձակողին վրա, որը մահացած է։ Իշխանությունները միջադեպը որակած են որպես ահաբեկչական հարձակում, ձերբակալված է 2 անձ։ Հարձակողի ինքնությունը հայտնի է իշխանություններուն, սակայն անվտանգության նկատառումներն ելնելով տեղեկություն չհրաբարակված։ Հայտնի է, որ ան մեքենայով մխրճված է մարդոց մեջ, նաեւ թանկարած է քանի անձ։ Ավելի գանուխ հայտնած էինք, որ Մեծ Բրիտանիա վարչապետ որը Կոպենհագենի մեջ կմասնակցեր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդհատած է այցելությունը եւ վերադարձած է Անգլիա։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյան։